Եթե նորմալ պետությունում մենք ապրեինք, հարգելի բարեկամներ, հիմա արդեն պիտի գումարված լիներ ազգային ժողովի, անհապաղ ձևով պետք է գումարվեր ազգային ժողովի փակ նիստ, պետք է կանչվեին Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեններ Արթուր Վանեցյանը, Էդուարդ Մարտիրոսյանը, Արմեն Աբազյանը, Արգիշտիկ Հերամյանը բացատրություններ ստանալու համար այն մեղադրանքների հարցով, որը ուղղվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին, առ այն, որ նա օտարերկրյա գործակալ է։ Այսօր երկրորդ անգամ հայտարարություն տարածեց ոչ սովորական մարդ, ոչ հասարակ մարդ, ինֆորմացիայի տիրապետող մարդ Արշակ Կարապետյանը, նա եղել է հետախուզության պետ, Պաշտպանության նախարարության, նա եղել է պաշտպանության նախարար, նա եղել է զինված ուժերի գենշտաբի պետի տեղակալ եւ հերթական անգամ մեղադրեց նա Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս օտարերկրյա գործակալ է։ Հիշեցնեմ նաեւ, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ կան նման մեղադրանք, ելի ոչ հասարակ մարդու կողմից, Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից, ով ժամանակին հսկայական ազդեցություն է ունեցել ազգային անվտանգության ծառայության առնվազն կադրային քաղաքականության վրա, նաև այս հարցով մեկ անգամ ոչ ուղղակի մեղադրանք է հնչեցրել ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը 20 թվականի դեկտեմբերին։ Միքայել Մինասյանի մեղադրանքը եղել է 21 թվականի հունվար ամսին։ Եվ ահա պիտի ազգային ժողովը գումարեր անհապաղ պարզաբանումներ պահանջելու համար այդ մարդկանցից, ինչպես նաև հետագայում այն պետք է այս քաղաքական գործընթացը պետք է հարուսվելով քրեական գործ։ Անհապաղ ձերբակալվելով Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Բայց դա տեղի չի ունենում, հարգելի բարեկամներ, ինչպես դուք տեսնում եք, ոչ միայն տեղի չի ունենում, այլ նաև հայտարարությունների մակարդակով լրացման են տալիս այս հայտարարությունները։ Երկրորդ բանը, որը տեղի ունեցավ, երկրորդ պատմական խայտարակությունը, որը տեղի ունեցավ այսօր, դա հայ առաքելական եկեղեցու մի շարք եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների դեմարշներ ընդդեմ կաթողիկոսի, ընդդեմ դիվանապետի եւ բայց սա դեռ մի կողմ, սա իրենց ներքին խնդիրն է, հարգելի բարեկամներ։ Սա իրենց ներքին խնդիրն է։ Բայց երբ դուք դրանից հետո գնում եք, հանդիպում եք Հայաստանի Հանրապետության վերջին տասնամյակների մեծագույն հանցագործներից մեկի հետ, երբ դուք սեղմում եք նրա ձեռքը, երբ դուք սեղմում եք մարդու ձեռքը, ում ավանտյուրիստական քաղաքականության պատճառով 100,000-ավոր մարդիկ դարձել են տնավեր, կորցրել են իրենց կյանքը, իրենց առողջությունը, իրենց նախնիների գերեզմանին այցելելու հնարավորությունը, եւ դա տեղի է ունեցել գիտակցական, ավանտյուրիստական քաղաքականության բերումով, ինչպես կոչենք ձեզ, հարգելի արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ։ Սրբազան Հովնան, շատ ջերմ մեկ անգամ եմ ձեզ հետ հանդիպել, շատ ջերմ հիշողություններ են մնացել այդ հանդիպումից։ Ինչպես կոչենք ձեր այս արարքը։ Երբ դուք ելի եմ ասում դեմարշ եք հայտարարում, ունեք դրա իրավունքը եւ ունեք դրա հիմքերը, բայց ինչպես անվանել, երբ դեմարշից հետո դուք գնում եք հանդիպելու Հայաստանի պատմության մեծագույն հանցագործներից մեկի հետ, ինչպես դա կոչել։ Փաշինյան Նիկոլը իբրև թե ուզում է ցույց տալ,
հասարակությանը, որ ինքը պայքարում են եկեղեցականների դեմ, ովքեր կուսակրոնության ուխտն են խախտել, ներքին կարգերն են խախտել, որ ինքը ուզում է առողջացնել եկեղեցին, նախ ապրիորի Փաշինյան Նիկոլը ոչ մի բան չի կարող առողջացնել, առավել եւս հայ առաքելական եկեղեցին, դա իր գործը չի։ Հակաքրիստոնեական կյանքով ապրող ստահակը չի կարող իր գլուխը մտցնել հայ առաքելական եկեղեցու գործերի մեջ, դա իր գործը չի։ Բայց դու տեսեք զարհուրելի ֆարսը, հարգելի բարեկամներ։ Մի կողմից պայքարում է կուսակրոնության դեմ, մյուս կողմից հանդիպում է մարդկանց հետ եւ շնորհակալություն է հայտնում այն եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, ովքեր տարիներ շարունակ թեքել են այդ կուսակրոնության ուխտի վրա, թեքել են առաքելական եկեղեցու կարգերի վրա։ Խոսքը վերաբերվում է Կոտայքի թեմի առաջնորդ Էլիբեկ Քյարամյանին, հարգելի բարեկամներ, ով ոչ միայն կուսակրոնության ուխտը խախտել է եւ զավակ ունի, այլ նաեւ դաստիարակել է մի այնպիսի զավակ, ով խուլիգանություն է արել պարլամենտում, ով կաբինետում հարձակվել է զոհված զինվորների հարազատների վրա, ով ազգային անվտանգության ծառայության պետ նշանակված լինելու ժամանակահատվածում չի կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները, որը բերել հանգեցրել է հսկայական ուղակի աղետների։ Այդպիսի զավակ մեծացրած մարդը, դաստիարակած մարդը այսօր ընդունելության է արժանացել եկեղեցին այսպես կոչված նորոգել ցանկացող վարչապետի մոտ։ Էլ չեմ ասում Արիացյան թեմի փոխանորդ Կճոյանի մասին, ում իրականացրած այլանդակությունների համար ժամանակին քրեական գործ էր հարուցվել, որովհետև խարդախությամբ էր զբաղված եղել, ում անվան հետ կապված կան բազմաթիվ սկանդալային գործեր։ Ահա այսպիսի ծուռ հայելիների ծուռ ժամանակահատվածում ենք, ծուռ ժամանակներում ենք, սխալ, պիղծ ժամանակներում մենք ապրում, հարգելի բարեկամներ։ Պատմական, առանց բանի կարող եմ ասել, առանց շապազանցության կարող եմ ասել, թե այդ բոլոր ժամանակներն են պատմական, բայց իրոք հիմա պատմական մենք ժամանակներ ենք ապրում։ Երեք գիրք կա իմ ձեռքի տակ, Ալեքսանդր Մենի Քրիստոսի մասին Սն Չլավիչսկի, մի հատված եմ ուզում վերջում ձեզ համար ընթերցել։ По словам Паскаля, единственным выражением библейской веры должна быть любовь к Богу, и Бог осуждает все остальное. Эта любовь требовала не столько церковных церемоний, сколько человечности, добра и правды. Մեր հասարակությունը զուրկ է, զրկվել է մարդկայնությունից, բարությունից եւ ճշտից։ Դրա համար մենք թաղում ենք դրա հետևանքները։ Հովանու ավետարան իմ ամենասիրած մասը, ամենասիրած ստիխը, Հովանու ավետարանի գլուխ 8:32 ստիխ. И познаете истину, и истина сделает вас свободными. Ճշմարտությունը կճանաչեք եւ այն ձեզ կազատե։ Եվ
Դմիտրի Շիդրավիցկի, հարգելի բարեկամներ, հրաշալի 20-րդ դարի փիլիսոփա, աստվածաբան, երևի այս տարվա իմ կարդացած ամենազգայուն, ամենահուզիչ տեքստը այս Учение Иисуса о воскресении души, այս գրքում Շեդրովիցկին գրում է. Почему Царство Божье еще не пришло? Մի քիչ երկար է, բայց խնդրում եմ լսեք. В завершение упомянем о событии, которое произошло через 35 лет после воскресения Иисуса в 69 году у стен Иерусалима. Римским войском, осаждавший святой город, руководил полководец Веспасиан. Защитники Иерусалима никого не выпускали из него, пытавшихся покинуть город настигали смертоносные стрелы. Но рабби Иоханан бен Заккай, предупрежденный свыше о предстоящей гибели города, понимал, что надо во что бы то ни стало спасти основы веры и благочестия. Для этого ему необходимо было встретиться с Веспасианом. И он решился на отважный шаг. Притворился мертвым, и ученики вынесли его из ворот на погребальных носилках, а затем доставили в римский лагерь, где он, представ перед полководцем, обратился к нему со словами «О царь!». Почему рабби назвал полководца царем, обладая пророческим даром? Он предвидел, что Веспасиана вскоре изберут императором. И когда это пророчество исполнилось, новый император разрешил рабби Иоханану открыть в городе Ямнии школу, где мудрецы возобновили преподавание Торы. Однако в первый момент, услышав, что его назвали царем, Веспасиан прервал рабби Иоханана и возразил: во-первых, я не царь, а во-вторых, если я все же царь, то почему же ты до сих пор не приходил ко мне? И вот спустя много столетий, в середине 18 века, другой праведный рабби, Аарон из Карлина, произнеся первые слова традиционной молитвы «О царь», внезапно разрыдался и не мог продолжать. Своим ученикам он позже объяснил, что воззвал ко Всевышнему, и он вдруг услышал в ответ слова, произнесенные некогда Веспасианом: «Во-первых, я еще не царь, а если я все же царь, то почему же ты до сих пор не приходил ко мне?» Не помогает ли нам эта история понять, почему Царство Божье на земле до сих пор еще не наступило? И не относится ли оно к каждому из нас? Մնանք Աստծով, հարգելի բարեկամներ, թող Աստված օրհնի Հայաստանը։